Կային հարց, այն ինչ ցուցադրվեց, դա որ տոկոսն է մեր պաշտպանական ռեսուրսի։ Կարծում եմ, որ ասենց ասած բավականին մեծ մի մասն են ցույց տվել։ Ուզում եմ լսել, կան բաներ, որոնք չեն ցուցադրվել։ Կարծում եմ, որ այո։ Բնականաբար մենք դա քննարկել չենք կարա։ Հասկանալի։ Բայց ահագին մասը ինձ թվում է ցուցադրվել է, բավականին մեծ լուրջ մասը նրա, ինչը որ այն ինչ ցուցադրվել է, դա պաշտպանական սպառազինություն է, թե հարձակում։ Դա չկա տենց բան, ես միշտ ասում եմ, որ չկա պաշտպանական։ Շատ են օգտագործում այդ։ Հա, դա քաղաքական բարապաշար է, որ երբ որ ուզում ես մերժես, ասում ես այս հարձակողական զենք է, բայց երբ որ ուզում ես վաճառես, մեկ էլ այդ հարձակողականը պաշտպանական է։ Դա հրետանին հիմա պաշտպանողականն էլ է, հարձակողականն էլ է։ Հակաօդային պաշտպանությունը ամենապաշտպանողական ոնց որ թվում է թե բանն է, բայց ով կարա գրո անի առանց հակաօդային պաշտպանության կիրառման, օրինակ, դի պետք է օգտագործես, չէ՞։ Գործիք է։ Մեր եւ Ադրբեջանի հոփերը համեմատելի են։ Ինձ թվում է Ադրբեջանը գոնե եթե բաց բանը վերցնենք, մի քիչ մեկա դեռ ավելի մեծ տեսականի ունի ու ավելի շուտ է սկսել ամեն ինչ է զարգացնել, կարծում եմ, որ հոպի պարագայում սենց ասենք, օրինակ կարճ հեռավորության հոպերը, գերկարճ ես կասեի համել, որը հրետանի է զենիտային, օրինակ ես դրա օրինակ այս շքերթում չտեսա, ոչ մի բան չգիտեմ կա թե չէ, բայց օրինակ դրա վրա մեծ շեշտ է պետք գնել ու շատ արագ ինձ թվում է, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ հրթիռներով չի լինի էժան այդքան մասսայական, օրինակ անօդաչու սարքերի դեմ պայքարել։